Երևանի 108 միջնակարգ դպրոցը միանում է աշխարհացույց հարթակի կազմակերպված Ավետիք Իսահակյանի 150-ամյակի ֆլաշմոբին։ Ավետիք Իսահակյան, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հանրային գործիչ և հրապարակախոս Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլում, այժմ Գյումրի։ Նրա նախնիներն Արարատ նահանգի Կոկովիդ գավառի Բայազեդ քաղաքից էին։ 1883 թվականին Ավետիք Իսահակյանն ընդունվել է Ալեքսանդրապոլի Սուրբ Աստվածածին եկեղեցուից դպրոցի առաջին պատրաստական դասարանը, իսկ 1786-ից 1789 թվականներին սովորել է Հարուջավանքի Վոնական գիշերօթիկ դպրոցում։ Այնուհետև կրթությունը շարունակել է Գևորգյան ջեմարանում։ Եղել է եվրոպական մի շարք քաղաքներում՝ Վիեննա, Ժնև, Լայպցիգ, Վենետիկ, Փարիզ, Աթենք եւ այլն։ Կրթություն է ստացել Եվրոպայի տարբեր համալսարաններում։ Լայպցիգի համալսարան 1893-ից 1894 թվականներին, Ժնևի համալսարան 1900-ից 1901 թվականներին, որպես ազատ ունկնդիր։ Ավետիք Իսահակյանը 1895 թվականին եղել է Հայ հեղափոխական դաշնակցության կուսակցության անդամ։ Հանրային գործունեության համար երկու անգամ 1896 թվականից մինչև 1908 թվականներին ձերբակալվել։ Եղել է Վերնատուն գրական խմբակի անդամներից մեկը, արտասահմանում ապրելու տարիներին անդամակցել է հայ-գերման ընկերությանը, եղել Հայաստանի օգնության կոմիտեի Փարիզյան մասնաճյուղի փոխնախագահ։ 1919 թվականին Բեռլինում մասնակցել է Նեմեսիս օպերացիային, աջակցելով Սողոմոն Թեհլերյանի իրականացնելու Թալիոտ Փաշայի սպանությանը։ 1937 թվականին վերջնականապես վերադարձել է Հայաստան, բնակություն հաստատել Երևանում, որտեղ գտնվող նրա տունը հետագայում դարձել է տուն-թանգարան։ Ավետիք Իսահակյանը եղել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի անդամ։ 1943-ից մինչև 1957 թվականներին Հայաստանի խորհրդային գրողների միության նախագահ։ 1946-ից 1957 թվականներին Ավետիք Իսահակյանը գրական առաջին փորձերն արել է դեռ 11-12 տարեկանում։ Առաջին գիրքը «Երգեր և վերքերը» լույս է տեսել 1897 թվականին Ալեքսանդրապոլում։ Բանաստեղծական նշանավոր ժողովածուներից են Ալագյազի «Մանինները» 1895-ից 1917 թվականներին, Հայդուկի երգեր 1896-ից 1913 թվականներին։ Գրողի արձակ մեծածավալ վեպը «Ուստակարոն» մնացել է անավարտ, ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ բանաստեղծություն, պոեմ, արձակ, լեգենդ, պատմվածք, վեպ, հրապարակախոսական հոդվածներ, հիշատակարան։ Ավետիք Իսահակյանի գրական ժառանգության մեջ առանձնահատուկ նշանակություն ունի Աբու Լալա Մահարի պոեմը։ Միմրահոն աղջիկ տեսե Ռիալտոյի կամուրջին, հորդ մազերը գետգիչերվա և հակիտներ ականջին։ Աչքերը սև արևներ սև, արևների պես անշեջ, գալարում էր մեջքը թեթև, ծաղկանկար շալի մեջ։ Աչքս դիպավ աչքի բոցին, ու գլուխս կախեցի, ժպտաց ժպտով առեղծվածի, հավերժական կանացի։ Միամիտ չեմ հավատամ քեզ, տառապանքս փորձ ունի, Միմրահոն կույս էր քեզ պես, կոտրեց սիրտս պատանի։ Ավետիք Իսահակյանը մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին, թաղված է Երևանի Կոմիտասի անվան Պանթեոնում։